Փարիզի խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է առաջնորդության խաչմերուկներում թեմայով քննարկմանը, անդրադառնալով տարածաշրջանային խաղաղությանը եւ հաղորդակցության ուղիների բացմանը։ Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն ձևավորվել է խաղաղություն, բարձր գնահատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերն ու ներդրումը։ Փաշինյանի խոսքով սա պատմական փոփոխություն է, որը կարող է հիմք դառնալ Հարավային Կովկասում տնտեսական գործակցության եւ բարգավաճման համար։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնում ստորագրված հռչակագրով կողմերը պայմանավորվել են բացել տարածաշրջանային կապերը հիմնվելով տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքների վրա։ Խոսելով TRIP նախագծի մասին, Փաշինյանը նշել է, որ այն կարող է դառնալ տարածաշրջանային ու միջազգային առևտրի նոր խթան, հնարավորություն տալով բացել կապեր Պարսից եւ Օմանի ծոցերից մինչեւ Սև եւ Միջերկրական ծովեր։ Փաշինյանը հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման եւ Հայաստան-ԵՄ գործակցության ուղղություններով եւս առաջիկայում կլինեն դրական զարգացումներ։ Փարիզի խաղաղության ֆորումի շրջանակում տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի թագավորության ներկայացուցիչների պալատի նախագահ նոր ֆլամանդական դաշինք խմբակցության ղեկավար Պետր դե Ռուվերի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ընդգծելով քաղաքացիական երկխոսության եւ միջխորհրդարանական գործակցությանը ընդլայնման կարեւորությունը։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ դրվող ջանքերը։ Պետր դե Ռուվերը նշել է, որ Բելգիան բարձր է գնահատում Հայաստանի ժողովրդավարական ուղին եւ աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված նախաձեռնություններին։ Կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Բելգիայի միջև տնտեսական գործակցությանը, ԵՄ-Հայաստան գործընկերության խորացման հնարավորություններին վերաբերող հարցերին։ Պաշտպանության նախարարությունը հերքել է տարածվող լուրերը, թե 2026 թվականին բանակից մեծ թվով սպաների զորացում է կատարվելու։ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշել է, որ լուրերը, թե իբր կա նախագիծ, ըստ որի 20 տարի Հայաստանի զինված ուժերում ծառայած ծառայողները զինվորական թոշակ ստանան ոչ թե զինծառայության 20 տարին դրանալուց հետո, ինչպես հիմա է, այլ իրենց կենսաթոշակային տարիքում 63 տարեկանում իրականությանը չի համապատասխանում։ Ոստիկանությունը եւ Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Հովանեսովի որոնողական աշխատանքները։ Ժամը 11-ի դրությամբ աշխատանքներին ներգրաված են ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության եւ մարզի համայնքային ոստիկանության 5 բաժիններից 80 եւ Փրկարար ծառայությունից 150 ծառայող։ Օգտագործվում են անօթաչու թռչող սարքեր եւ տեխնիկական այլ միջոցներ։ Փրկարար ծառայությունից եւս մեկ անգամ կոչ են անում ծերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց, հետեւել միայն պաշտոնական տեղեկությանը, անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում։ Պոկրովսկի շրջանը ներկայումս ամենադժվար ուղղությունն է ամբողջ 1250 կիլոմետրանոց ճակատային գծում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով, ինչպես նախորդ շաբաթներին, հիմա էլ այստեղ են ամենաուժեղ մարտերը։ Զելենսկին ասել է, որ հյուսիսարևելյան Կուպյանսկի մոտ իրավիճակը շարունակում է մնալ լարված, բայց վերջին օրերին ուկրաինական ուժերն ավելի մեծ վերահսկողություն ունեն։ Ուկրաինական Deep State նախագծի տվյալներով ռուսական զինուժը շարունակում է առաջխաղացումը նաև Դնեպրոպետրովսկի եւ Խարկովի մարզերում։